Անհատական բնակելի տների կառուցման պարզեցված ընթացակարգից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ցանկանում են կառուցել 300 քառակուսի մետր մակերեսը չգերազանցող, մինչև 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ ունեցող բնակելի տուն և 50 քառակուսի մետրը չգերազանցող օժանդակ շինություն։ Կարևոր պայմանն այն է, որ տունը պետք է կառուցվի ոչ ձեռնարկատիրական նպատակով և քաղաքացուն պատկանող հողամասի սահմաններում, որը համապատասխանում է բնակելի կառուցապատման նպատակային և գործառնական նշանակությանը։ Որպեսզի նախ մարդիկ ավելի պարզ ընթացակարգերով եւ առանց խոչընդոտների հնարավորություն ունենան առավել կարճ ժամկետներում ստանալ իրենց շինարարության համար անհրաժեշտ թույլտվական համակարգի բոլոր փուլերին համապատասխան փաստաթղթեր։ Գործընթացը կանոնակարգող կառավարության որոշումն ընդունվել է նախորդ տարեվերջին, սակայն մինչև այս տարվա հունիսի 1-ը պետք է կառուցապատման թույլտվությունների Urban Permits .gov.am հարթակում կատարվեն անհրաժեշտ ծրագրային կարգավորումները, որից հետո միայն կգործի պարզեցված ընթացակարգը։ Առաջիկա ամիսներին, երբ կարգավորումներն ավարտվեն, թվային հարթակում հնարավոր կլինի ինքնաշխատ ձևով ստանալ նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք, շինարարության թույլտվություն, ավարտական ակտ։ Այս փաստաթղթերի տրամադրման համար սահմանվել են ավելի կարճ ժամկետներ։ Տվյալ ժամկետը սպառվելուց հետո, անկախ այն բանից համայնքի ղեկավարը դրանք տրամադրում է իր ստորագրությամբ, թե չի տրամադրում, դրանք ժամկետը սպառվելուց հետո գեներացվում են ինքնաշխատ եղանակով։ Հաջորդ պարզեցումն այն է, որ նախագծային պահանջները հայտնի են լինելու նախապես։ Նախագծման թույլտվություն ստանալու համար լրացված հայտը հասանելի է լինելու համայնքի պաշտոնական կայքում։ Եթե առաջ պետք է բոլոր կետերով, ենթադրենք, հակահրդեհային պահանջ, կառուցապատման տոկոս, հարկայնություն, հեռավորություն եւ այլն, լանջավոր թե հարթտանիք, բոլոր տվյալները առանձին լրացվում էին առանձին օբյեկտների համար։ Հիմա մենք ի սկզբանե դրանք բոլորը լրացրած ունենք եւ տեղադրված կայքում։ Համայնքի ղեկավարը զուգահեռաբար դիմելու է մատակարար կազմակերպություններին գազի, ջրի, էլեկտրականության միացման տեխնիկական պայմանները ստանալու համար։ Պետրոսյանի խոսքով պատասխանի ուշացումը չի խանգարի, որ քաղաքացին մեկնարկի նախագծի մշակման, անգամ հողային աշխատանքների փուլերը, քանի որ բնակելի կառուցապատման գոտում գծային ենթակառուցվածքները հասանելի են եւ հայտը չի մերժվի։ Մեկ այլ պարզեցումն այն է, որ նախագծի փորձաքննության պահանջը փոխարինվել է այն մշակող արտոնագրված ճարտարապետի երաշխավորագրով։ Իդեպ նոր նախագիծ մշակելու փոխարեն քաղաքացիները կարող են օգտվել քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մշակված minurban.am կայքի ուղեցույցներ բաժնում հրապարակված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերից, որոնք արդեն անցել են փորձաքննություն։ Անհրաժեշտ կլինի միայն տվյալ ռելիեֆին համապատասխան տեղակապում իրականացնել։ Շինարարությունից հետո ավարտական ակտը եւս ձևավորվելու է ինքնաշխատ։ Քաղաքաշինության կոմիտեից վստահեցնում են, որ կատարված փոփոխությունները էապես կպարզեցնեն քաղաքաշինական ընթացակարգերը քաղաքացիների համար, համայնքապետարանների ծանրաբեռնվածության պատճառով չեն հետաձգվի տուն կառուցելու քաղաքացիների ծրագրերը, իսկ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ուղղորդիչ կլինեն համայնքային մասնագետների համար։ Տիգրան Ավագիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։